Եք տեսնում դուք։ Այսօր այդ օրը չի թողեք, ժողով ջան։ Հետո Այսօր ոչ, բայց առանձին ձեր բոլոր հարցերին կանդրադառնանք։ Պատասխաններն եք ակնկալում։ Դուք բոլորը ձեր հարցերը պարիտ ունենում եք ինձ ուղղելու, տեղեկատվական բաժին ուղղելու եւ պատասխաններ ստանալու։ Հիմա այսօր թողեք։ Եթե մենք այսօր առիթ ունենք վեհապարին Ջան, այսօրվա այսօր այդ առիթը չի։ Երբ է խոսելու վեհապարը։ Ի վերջո այս դրությունը չեք կարծում, որ ձեր օգտին չի աշխատում, վեհապար ժողովը այլ հարցերի համար է։ Այսինքն եպիսկոպոսի կարգավիճության համար պետք չի շատ լավ, գոնե դա հստակեցրեք էլի Սրբազան։ Հիմա թողեք։ Հիմա այսօր հաղթանակի օրը, այդ հաղթանակը սպանելու օր, որովհետև երեք Այսօր հաղթանակի օր է։ Այս հաղթանակները ձեր կարծիքով Հետագա քաղաքական որոշումներով։ Մուշտակ Սրբազան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք եւ դուք հաստատ ունեք վերաբերվում։ Ոչ։ Գնա, լավ ջան։ Այս դրությունը ինչի մասն է, վեհապար հայրապետ։ Հարց եք տալիս։ Հաջան, ինձ Հարգելի հետևորդներ, ես տեղեկացնեմ, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը այս պահին Եռաբլուր զինվորական պանթեոնում է, բայց լրագրողներից ուղղված որևէ հարցի նա պատասխան չտվեց։ Մայրաթորի տեղեկատվական համակարգող տնօրեն ներողություն Տերեսայի Քանա Արթենյանը ասաց, որ այսօր հարցերի պատասխանելու օր չէ, վեհապարը այդ հարցերին մեկ ուրիշ օր կպատասխանի, թե երբ կոնկրետ չնշվեց։ Ձեր հարցը Եռաբլուրին չի վերաբերում։
այս ամիսներին ամենախիստ մեղադրանքները հնչեցին ձեզ ուղղված։ Դուք ինչպես եք պատրաստում արձագանքել։ Սիրելիներ, ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մենք ձեզ մի խնդրանք ենք ներկայացնում։ Չխաթարել օրվա խորհուրդը։ Թույլ տալ, որ մենք ապրենք այս օրը օրվա խորհրդի մեջ։ Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք։ Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու, մեր զավակների հիշատակի առջև, եղավ աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարոր կյանքի համար։ Թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ եւ չխաթարել օրվա խորհուրդը։ Ավելորդ հարցումներով։ Այդ հարցումները դուք հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու։ Կապ հաստատեք այլ առիթներով եմ ասել, կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ։ Աստված օրհնի ձեզ, Տերն ձեզ։ Մնացեք խաղաղությամբ։ Ինչպես է լուծվելու դուրս չի գալիս այնտեղից Գևորգ Սրբազանը, որին արդեն կարգալույծ եք արել։ Ոնց է լինելու այդ լուծումը, ինչ եք պատմում։ Բեհապար Գևորգ Սրբազանները ևս կարգալույծ են արվելու։ Իսկ ինչի Տեր ասողիկ, իսկ ինչ եղավ Արշակ Սրբազանի հետ կապված հանձնախմբի որոշումը, այդ հարցով որոշում դեռ չկա, ինչու։ Հանձնախումբ էր ստեղծվել, ինչ եղավ։ Ասվեց արդեն, վեհապար ասեց, Բայց ինչ մնացածը ասեց բոլոր վեհապարը, ոչ հարցերին մի հարցին պատասխան չտվեց, դեր ես այն։ Վեհապար հայր, գուցե եպիսկոպոսները սկսեն խոսել, որովհետև ընդամենը մի քանիսն են խոսում, որոնք բանտարկվել են։ Խնդրում ենք նաև հորդորեք բարեկամաբար թող եպիսկոպոսները ազատ չփեն լրագրողների հետ։ Շատ կաշկանդված են, առանց այդ էլ նախկինում չէին խոսում, հիմա ավելի կաշկանդված են։ Խնդրում ենք ձեզ, հասարակությունը ունի մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ուզում է ստանալ մյուս եպիսկոպոսներից եւ խմախալներից։ Գուցե ձեր հորդորով այս մարդիկ ավելի ազատորեն չփեն լրագրողներին։ Վեհապար, դուք գոնե ձեր դիրքորոշումը կասեք։ Համխոչնդոտում եք մեր աշխատանքը, չեք թողում հարցեր ուղղել։